Նախ դպրոցներ թե գործարաններ կառուցել, մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի բարձրացրած այս հարցի հետ կապված իշխանականները աղմուկ բարձրացրին, թե տեսեք դեմ են դպրոցների կառուցմանը։ Իսկ Կարապետյանն ասել էր, որ նախ պետք է գործարաններ կառուցվեն, որից հետո դպրոցներ, եւ դա բացատրել էր իրենց ընտանիքի փորձով, երբ 20 տարի առաջ Լոռու մարզի իրենց գյուղում կառուցել են գերժամանակակից դպրոց, վերանորոգել ճանապարհներ, տներ։ Սակայն մարդիկ էլ շարունակում էին հեռանալ, որովհետեւ մարդը եթե չունի աշխատանք, նա չի մնալու, ուզում ես ոսկուց քաղաք սարքիր, նվիրիր։ Մարդկանց պետք է ապահովել սկզբնական հացով, ապրուստով եւ հետո նոր լավ պայմաններով։ Առաջնահերթությունը պետք է լինի հարկեր վճարող գործարանների ստեղծումը, որոնք էլ հետագայում կֆինանսավորեն դպրոցների շինարարությունը, այլ ոչ թե վարկերով կկառուցեն։ Կառավարության մեր աղբյուրն ասաց, որ ընդամենը 2 ամիս առաջ դեմոգրաֆիկ զարգացումների վերաբերյալ հույժ գաղտնի զեկույց է պատրաստվել, որտեղ տարբեր գիտատեսչությունների, փորձագետների, այդ թվում ոլորտի հայտնի մասնագետներից մեկի Ամերիա խորհրդատվական ընկերության ղեկավար Տիգրան Ջրբաշյանի ուսումնասիրություններն են ներառված եւ որը հաստատում է Նարեկ Կարապետյանի ասածը։ Այդ զեկույցի եզրահանգումն այն է եղել, որ մեր երկրի դեմոգրաֆիական վիճակը հաշվի առնելով արդյունավետ քաղաքականություն չեն վարում, քանի որ դպրոցներ են կառուցվում, բայց երեխա չկա, որ հաճախի այնտեղ, ուստի թիրախները պետք է փոխել։ Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի եւ անդամ Հայկ Սարգսյանի միջև 3 դեպոշ է եղել 2026 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ։ Փակ քննարկման ժամանակ, որին մասնակցել են նաեւ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, ՊՆ-նախարար Սուրեն Պապիկյանը, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը եւ կառավարության այլ անդամներ կրքերը թեժացել են, երբ Հայկ Սարգսյանը դիմադրել է եւ չի կատարել Քոչարյանի պահանջը հեռացնել իր նոութբուքը։ Քոչարյանն ասել է, եթե հեռախոսները հավաքում եւ տեղադրում են հատուկ չգաղտնազերծվող սարքում, ապա նույն տրամաբանությամբ սենյակում նոթբուք էլ չպիտի լինի։ Սակայն Սարգսյանը հակադրվել է, փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին, թե վարչապետի հետ հանդիպմանն է իր նոթբուքով գնում։ Սակայն նիստը վարողն անդրդվելի է մնացել եւ պնդել է պահանջը։ Միջամտել է Մխիթար Հայրապետյանը միանալով Քոչարյանի պահանջին, ինչից հետո միայն Սարգսյանը դուրս է եկել սենյակից եւ վերադարձել առանց նոթբուքի։ ՔՊ-ում ասում են, որ սույն անձանց հարաբերությունները լարված են։ Հայկ Սարգսյանը կարծում է, որ Քոչարյանն է իշխող թիմին այնպես եփել, որ մերժեն իր հեղինակած նախագիծը փողով բանակից ազատվելու, ավելի ճիշտ կարճ ժամկետով ծառայելու վերաբերյալ։ Պատգամավորը փորձել է վերջերս նորից այդ նախագիծը փոքրինչ ձևափոխված օրակարգ բերել, սակայն ԿՊ-ում կրկին դիմադրել են։ Հայկ Սարգսյանը խնդրել է Պապիկյանին, որ այն ներկայացնի Փաշինյանին ու հիմա սպասում է պատասխանի։ Չնայած Հովանավանքում ֆեյք պատարակները ձախողվեցին, երկրորդ կիրակի օրն ավելի քիչ մարդ կար, քան նախորդ կիրակի, ընդ որում մեծ մասը ՔՊԱ-ականներ։ Պղծության երկրորդ արարից անմիջապես հետո Փաշինյանը հայտարարեց, որ հաջորդ կիրակի էլ Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում է պատարագի մասնակցելու Տեր Թադե Թախմազյանի մատուցմամբ։ Նա միացել էր Հովանավանքի պատարագին եւ դեմ դուրս եկել եկեղեցուն։ Թվում էր, թե 2 անգամ հայտարարվելուց հետո Փաշինյանն այլևս չի փորձի, սակայն թիմում ասում են, որ խնդիրը ոչ այնքան պատարագի մասնակիցների թիվն է, որքան այն, որ նա փորձում է քայլ առ քայլ հոգեվորականներ պոկել մայրաթոռից եւ դարձնել իր կրոնի հետևորդ։ Թալին գնալու խորհուրդն էլ այն է, որ մյուս թեմերում եւս ոգեվորվեն եւ նոր հոգեվորականներ միանան այս արշավին։ Վերջերս ԿՊ վարչությունը հայտարարեց, որ 2026 թվականի ընտրությունների ԿՊ նախընտրական շտաբը կղեկավարի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, քարոզչական պատասխանատուն կլինի Վահագն Ալեքսանյանը։ Պարզվում է շտաբի մյուս անդամներն են Փաշինյանի վստահելիները քիչ բացառությամբ։ Օրինակ, ֆինանսական հարցերով պատասխանատու է նշանակվել Փաշինյանների ընտանեկան գանձապահ, հայկական ժամանակի նախկին հաշվապահ Արուսյակ Մանավազյանը։ Մարզերի պատասխանատուն կլինի Դավիթ Ղուդաթյանը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը, որը նաև ի պաշտոն է մարզպետների վերակացուն է, եւ Երևանի պատասխանատու է նշանակվել քաղաքապետ Տիգրան Ավինյանը, որի եւ Փաշինյանի ոչ այնքան ջերմ հարաբերությունների մասին նաև ԿՊ-ում են խոսում։ Ինչպես գրել էինք, իշխանությունը հրատապ ռեժիմով շարունակելու է կյանքի կոչել նախընտրական պոպուլիստական նախագիծը զինվորական ծառայությունը 2-ից 1.5 տարի դարձնելու վերաբերյալ։ Նախագիծն արդեն ուղարկվել է խորհրդարան եւ քննարկվելու է եկող քառօրյա նիստերի ընթացքում։ Սակայն իշխանությունը սրանով չի սահմանափակվելու։ Իշխանականներն առաջիկա ամիսներին մտադիր են հանդես գալ նմանատիպ այլ ամբողջահաճո նախաձեռնություններով։ Օրինակ, մեզ ասացին, որ քննարկում են նաեւ պարտադիր զինվորական ծառայության տարիներն իբրև աշխատանքային ստաժ հաշվարկելու հարցը։ Եվ նախագծի տեսքով դա նույնպես կներկայացվի խորհրդարանի ընդունմանը։
Երևանի քրեական դատարանում դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ նոյեմբերի 10-ին կշարունակվի 24 տարի առաջ տեղի ունեցած Պողոս Պողոսյանի սպանության գործի քննությունը։ Հանրային մեղադրողը երկու միջնորդություն է ներկայացրել դատարան կրկնակի դատաբժշկական փորձաքննություն եւ դիակի արտաշիրիմում կատարելու եւ այդ օրը դատարանը պետք է որոշի բավարարել դատախազի միջնորդությունները թե ոչ։ Մեղադրյալ Աղամալ Հարությունյանի պաշտպան Ռոբերտ Բեջանյանը մեզ ասաց, որ դատարանը չի կարողանում որոշել բավարարել թե ոչ։ Ինքն կանխատեսում է, որ ամենայն հավանականությամբ կմերժի։ Պողոս Պողոսյանը ուղարկավորված է Վրաստանում, ինչպես պետք է այնտեղ արտաշիրիմում իրականացվի այլ երկրի տարածքում, արդյոք դրա իրավասությունն ունեն։ Մեկ անգամ 2021 թվականին դիակի փորձաքննություն իրականացվել է, եզրակացվել է, որ ընկներու հետևանքով է մահը վրա հասել, հիմա ոսկորներն են մնացել։ Պարզապես ուզում էին ինտրիգ առաջացնել, նույնիսկ վարչապետն է այդ մասին ելույթ ունեցել ազգային ժողովում։ Հիշեցնենք, որ Պողոս Պողոսյանը սպանվել է 2001 թվականի սեպտեմբերի 25-ին։ Այդ օրը Ռոբերտ Քոչարյանը Շարլ Ազնավուրի հետ այցելել էր Արագաստ սրճարան։ Ըստ գործի տվյալների Պողոսյանը նրան տեսնելով ասել է «Պրիվետ Ռոբ», ինչից հետո Քոչարյանի թիկնապահները նրան տարել են զուգարան եւ ծեծել, որի ժամանակ էլ նա վայր է ընկել, գլխով հարվածել զուգարանակոնքին ու մահացել։ Իրավապահները դա որակել էին որպես անզգույշ սպանություն եւ թիկնապահ Աղամալ Հարությունյանին, այժմ հանգուցյալ Կուկու Մականունով դատապարտել պայմանական ազատազրկման։ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո գործը վերաբացվեց, դեպքի ականատես Սթիվեն Նյուտոնի նամակը նոր Երևան եկած հանգամանք դիտարկեցին։ Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի եւ նրա հավատավոր մի քանի յուրայինների պարզվում է ԿՊ-ում շատերն են վախենում Աստծո նզովքից եւ հենց սա է պատճառը, որ ինչքան էլ Փաշինյանի պարտադրանքը եւ նրան հաջողանալու ցանկությունը մեծ են, չեն մասնակցում կարգալույց քահանայի մատուցած ֆեյք պատարակներին։ ԿՊ-ական падգամավորներից մեկը մեծ զրույցում անկեղծացավ, որ ինչքան ուզում են իրենց սպառնան, պարտադրեն, խնդիրը ոչ թե այն է, որ չեն կիսում Փաշինյանի հակակաթողիկոսական արշավը, այլ իրականում վախենում են Աստծո անեծքից։ Գաղտնիք չէ, որ Հովանավանքի բխտության առաջին արարից հետո Փաշինյանը հրահանգել է հաջորդ կիրակի հնարավորինս բազմամարդ մասնակցություն ապահովել, սակայն երկրորդ անգամ ավելի քիչ էին մարդիկ։ Իսկ նրանք, ովքեր չեն վախենում Աստծո պատժից ու անեծքից, հասկանում են, որ Փաշինյանի խնդիրն իրականում եկեղեցին մաքրելը չէ, ինչի մասին այդ կան թմբկահարում է։ Եթե եկեղեցու մաքրությունը գերնպատակ լիներ, ապա Հովանավանքում կարգալույց քահանան պատարակ չէր մատուցի, իսկ նրան օգնող դպիրներն ու հոգևորականներն էլ ատամնաբույժ կամ հայհոյան գրող ստատուսճիկներ չէին լինի։ Նախընտրական աժոտաժ է սկսվել ոչ միայն իշխանության թիմում, այլև ընդդիմադիր շրջանակներում։ Օրինակ Ռոբերտ Քոչարյանի թիմում այս պահին քննարկման ամենաակտուալ հարցն այն է, թե ով է գլխավորելու նախընտրական ցուցակը։ Թե պետ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին ասուլիսում պատասխանեց այդ հարցին, որ դա կախված կլինի նրանից, թե ըստ սոցիոլոգիական տվյալների ով կունենա առավելագույն հնարավորություն, այսինքն ամենաբարձր ռեյտինգը, եւ ասաց, որ այդ հարցի պատասխանը կունենան հունվար-փետրվարին։ Սակայն նրա թիմակիցներին պարզվում է այդ հարցը հանգիստ չի տալիս։ Ոմանք կարծում են, որ չնայած երկրորդ նախագահի վարկանիշը մինչ այս պահը ամենաբարձրն է իրենց թիմում, սակայն նա այս ստաֆետը հանձնելու է որդուն Լևոնին, որն արդեն քանի տարի է քաղաքականության մեջ է, ԱԺ պատգամավոր է։ Դրա նպաստում է նաև այն, որ Լևոն Քոչարյանը վերջին ամիսներին մարզերից տուն չի գալիս, շարունակ հանդիպումներ է ունենում մարդկանց հետ։ Այս ընտրություններին չեն կարող նախորդ սցենարը կրկնել, երբ ցուցակ գլխավորում էր երկրորդ նախագահը, իսկ որդին 50-րդն էր։ Հասկանում են, որ նախկին 2021-ի ցուցանիշը չեն գրանցի, իսկ այդ դեպքում կոռեկտ չի լինի առաջին անցողիկ տասնյակում ընդգրկել թե հոր, թե որդու անունները։ Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Արգիշտե Մեխակյանին անցկացնելու համար վաղաշաբաթում ԿՊ-ն անցել է մարտել առանց կանոնների ձևաչափին։ Քարոզարշավին ներգրավել են նաև դպրոցների տնօրեններ, որոնք ընտրական հանձնաժողովների նախագահներ են։ Լուրեր կան, որ նրանք ցուցակագրում օգնություն են բաժանում բնակիչների ինչ-որ ՀԿ-ների անունից, հնդածս ուղղորդում իշխանական թեկնածուի կողմը։ Մեզ պատմեցին, որ քարոզարշավին ակտիվ ներգրաված են նաև Մեխակյանի քրոջ ամուսինը եւ նրա եղբայրը, որոնք վաղաշաբաթում հայտնի են իրենց ոչ այնքան ընդունելի վարքով։ Նրանք վախեցնում են, ով Մեխակյանի հասցեին վատ արտահայտվի կամ չընտրի, լավ չի լինի իր համար։ Իշխանական падգամավորներն այնքան թքած ունեն օրենսդիր աշխատանքի վրա, որ դարձել են կառավարության նախագծերը տապալողներ։ 3 ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում արդարադատության նախարար Սրփուի Գալյանի ներկայացրած նախագիծը բացասական եզրակացություն ստացավ միայն այն պատճառով, որ հանձնաժողովի ԿՊ-ական մեծամասնությունից ընդամենը 3 падգամավոր էր նիստին ներկա՝ նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Ալխազ Ղազարյանը եւ Կարեն Սարուխանյանը, իսկ նախագծին առնվազն 4 կողմ էր հարկավոր։ Քվեարկությունից հետո միայն երբ Վլադիմիր Վարդանյանը զարմանք հայտնեց, թե ինչու չեն
չեն ներկայացել, քանի որ բոլորը պատշաճ ծանոթվել են նիստի մասին, շնչակտուր քննասենյակ մտավ Տրդատ Սարգսյանը, բայց ինչպես ասում են, գնացել էր, եւ ՔՊ-ն իր ձեռքով տապալեց կառավարության բերած նախագիծը, որն էլեկտրոնային ծանոթությունների մասին էր։ Հիշեցնենք, ներդրվում է էլեկտրոնային ծանոթությունների ամբողջական մեխանիզմ, որպեսզի 2026 թվականի սկզբից ֆիզիկական եւ իրավաբանական անձանց այդ համակարգով ծանոթեն։ Երևանի քաղաքապետարանում հերթական նշանակումն է արվել փոխատեղության սկզբունքով։ Մեր տեղեկություններով Աջափնյակ վարչական շրջանի եկամուտների բաժնի պետ Վարազդատ Ահարոնյանը նշանակվել է քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Վիլեն Արևշատյանի տեղակալ։ Պետը ԺՊ, ինքը ԺՊ։ Եվ սա արդեն զարմանալի չէ, քանի որ քաղաքապետարանում վարչությունների ու բաժնի պետերի մեծ մասը ժամանակավոր պաշտոնակատարներ են եւ այդ կարգավիճակում մնում են ամիսներով ու տարիներով։ Իդեպ մեզ պատմեցին, որ 2018 թվականին Վարազդատ Ահարոնյանի անունը եղել է Հանրապետություն եւ Ազատ դեմոկրատներ կուսակցությունների համատեղ Մենք դաշինքի ռեյտինգային ցուցակում։ Երևանի քաղաքապետարանից հաստատեցին, որ Ահարոնյանը նշանակվել է։ Հրամանը եղել է նոյեմբերի 3-ին։ Ասացին, մինչ այս նշանակումը զբաղեցրել է Աջափնյակի եկամուտների բաժնի պետի պաշտոնը։ Ինչ վերաբերում է կուսակցական լինելուն, ասացին անկուսակցական է։ Նոյեմբերի 8-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի կունենա ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդների գագաթնաժողովը։ Նույն օրը օրվա առաջին կեսին կկայանա ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը, ապա առաջին դեմքերի նստաշրջանը, որին մեր տեղեկություններով մասնակցելու է նաև Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին արդեն պաշտոնապես հաղորդել է Ղազախստանի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը։ Մեր տեղեկություններով Ղազախստանի իշխանությունները որոշել են Նիկոլ Փաշինյանին այդ օրը բարձր պարգևի արժանացնել։ Դա ըստ ամենայնի կլինի Ղազախստանի բարձր պետական պարգևը, որը շնորհվում է օտարերկրացիներին եւ կոչվում է Ալտին Կիրյանի ոսկե արծիվ շքանշան։ Այն շնորհվում է Ղազախստանի Հանրապետությանը մատուցված բացառիկ պետական ծառայությունների համար։ Անշուշտ կհարցնեք, թե այդ ինչ բացառիկ ծառայություններ է մատուցել Նիկոլ Փաշինյանը Ղազախստանին։ Պարզվում է մատուցել է ողջ թուրքական աշխարհի միավորմանն է նպաստել, համաձայնել է Զանգեզուրի միջանցքը տալ, որ Թուրքիայից մինչև Միջին Ասիա անարգել կապ ստեղծվի եւ դարձել է բոլոր թրքարեզու պետությունների աչքի լույսը։ Շուրջ կես տարի է Գյումրու ՔՊ տարածքային կառույցը լուծարվել է եւ նորը չի ձևավորվում։ ՔՊ տարածքային կառույցի նախկին ղեկավար Կարեն Սարուխանյանը երեկ մեզ ասաց, որ տեղական կառույցի լուծարման դիմումն ինքնանձամբ է ներկայացրել ՔՊ վարչություն այս տարվա մայիսին, սակայն պատճառների մասին չմանրամասնեց։ Կան տեղեկություններ, որ իրականում Սարուխանյանն այնքան էլ սեփական կամքով չի լուծարման դիմում ներկայացրել, նրան դա պարտադրել են անել Գյումրու դիմ ընտրություններից, ՔՊ-ի պարտությունից եւ Վարդան Ղուկասյանի քաղաքապետ դառնալուց հետո։ Նախկին կառույցում իդեպ ընդգրկված չէին ներկայիս մարզպետ Դավիթ Արուշանյանը, ՔՊ-ի տեխնացու Սարիկ Մինասյանը։ Մեզ ասացին, որ առաջիկայում ՔՊ նոր կառույց կձևավորվի Գյումրիում, որը ամենայն հավանականությամբ կգլխավորի գործող մարզպետը։ Մեզ պատմեցին, որ վաղ շաբաթ խոշորացված համայնքի Հայթաղ գյուղի դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Ասատրյանին օրերս հեռացրել են աշխատանքից։ Մեր աղբյուրը պատմեց, որ դպրոցի տնօրենի հարևաններից մեկն է նրան մատնել։ Նրան տեսել է ընդդիմության քարոզարշավին մասնակցելիս, նկարել է, նկարներն ուղարկել մարզպետարան, որից հետո ժողովրդավար մարզպետ Վահրամ Խաչատրյանն էլ Ասատրյանին անմիջապես ազատել է աշխատանքից եւ նրա փոխարեն տնօրենի ԺՊՄ նշանակել Էջմիածնից ինչ-որ մի կնոջ, որին դպրոցի կոլեկտիվը չի ճանաչում։ Մենք կապ հաստատեցինք Հայթաղի միջնակարգ դպրոցի հետ, որտեղից հաստատեցին մեր տեղեկությունը, որ տնօրենը հեռացվել է, սակայն մանրամասներ չհայտնեցին։ Համայնքում վախի մթնոլորտ է, տերոր, հետապնդումներ։ Գլխավոր դատախազությունը 2 ամսում 3 քաղաքացիական հայց է ներկայացրել հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան 6-ի խոշորացված համայնքի ղեկավարի ՔՊ-ական Գարիկ Սարգսյանի դեմ։ Վերջին հայցը ներկայացրել է հոկտեմբերի 22-ին հողամասերի աճուրդներն ու վարձակալության մրցույթներն անվավեր ճանաչելու եւ անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով։ Նրանից առաջ էր 2 քաղ հայցեր ներկայացվել օգոստոսի վերջին։ 2 հայցն էլ կրկին աճուրդն անվավեր ճանաչելու եւ անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով։ Հայցերը դատավորներ Ռուդոլֆ Ավագյանի, Նարինե Ավագյանի եւ Կարապետ Բադալյանի բարույթներում են, դատաքննությունը դեռ չի սկսվել։ Հայաստանում որպես կանոն ՔՊ-ականների ներկայացրած հայցերն արագությամբ քննվում են, իսկ նրանց դեմ ներկայացված հայցերը տարիներով ձգձգվում։ Արագածոտնի նախկին մարզպետ երբեմնի երդվյալ ՀՀԿ-ական Սարգիս Սահակյանին 3 հարցրինք, ոնց եք տրամադրված, որ այս կիրակի էլ անհավատների խմբակը պղծելու է ձեր հայրենի Թալինի եկեղեցին։ Երբեմնի ՀՀԿ-ականը հարցից ահաբեկված խնդրեց, որ ավելի ուշ զրուցի մեզ հետ։ Իսկ հարցին ինքը հայրաքելական եկեղեցու հետևորդը դրական պատասխան տվեց, ավելացնելով, որ ուրիշ ձև չէր կարող լինել, սակայն կտրականապես հրաժարվեց այլ հարցերի պատասխանելուց։ Մինչդեռ նախկինում Սարգիս Սահակյանու եղբայրը հայդուկ ՀԿ ղեկավար Նայիրի Սահակյանը կարելի ասել թունդ ազգայնական
սպաններ էին եւ մասնակցում էին ընդդիմության ակցիաներին։ Հիշեցնենք, որ Հովանավանքում 2 ֆեյք պատարագից հետո Փաշինյանը հայտարարել է, որ այս կիրակի Թալինում է պատարագի մասնակցելու, որտեղի հոգևոր Հովիվ Թադե Քահանան անցած կիրակի Հովանավանքում էր եւ իր աջակցությունն է հայտնել կարգալույց Ստեփան Ասատրյանին։ Տեղեկություն կա, որ Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը համարյա արտակարգ դրություն է հայտարարել համայնքում եւ զգուշացրել համայնքապետարանի ենթակայության հիմնարկ ձեռնարկությունների աշխատակիցները մեկ մարդու պես պետք է ներկայանան պատարագին, ինքն անձամբ է ներկա բացակա անելու։ Վարչապետի աշխատակազմում անհանգիստ են։ Մեր աղբյուրները հայտնում են, որ աշխատակազմի ղեկավար կազմը բավական լարված վիճակում է։ Պատճառը Սամվել Կարապետյանի եղբորորդու մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի օրերս կայացած հարցազրույցն է ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնի հետ։ Բայց անհանգստության բուն պատճառը ոչ թե ինքնին հարցազրույցն է, այլ այն, որ աշխարհահռչակ ամերիկացի լրագրողի հետ հարցազրույցի համար իրականում որևէ գումար չի ծախսվել եւ դա ոմանց դրել է անհարմար դրության մեջ, քանի որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների եւ մասնավորապես Նիկոլ Փաշինյանի համար կազմակերպվող հարցազրույցների համար որպես կանոն գումարներ են վճարվել եւ դրանց կազմակերպմամբ զբաղվել է հենց աշխատակազմը։ Ոմանք շատ անհանգիստ են, որ այս թեման կարող է դառնալ որոշակի բացահայտումների առիթ եւ Նիկոլ Փաշինյանի համար էլ կարող են որոշ անակնկալներ բացահայտվել։ Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների եւ Կարլսոնի մակարդակի լրագրողների աշխատանքի սկզբունքներին ծանոթ մարդիկ շատ լավ գիտեն, որ ԱՄՆ լրագրողական համայնքի բարձրագույն լիգայում հարցազրույցները փողով չեն կազմակերպվում։ Նման բան մտածելն անգամ տգիտության նշան է։ Կարող են դեր խաղալ կապերին ու միջնորդությունները, բայց ոչ փողը։ Բայց վարչապետի աշխատակազմում անհանգիստ են, որ սրանով ինչ որ մութ սխեմաներ են ջրի երես դուրս գալիս, որոնցով տարիներ շարունակ օտարերկրյա ԶԼՄ-ների հետ հարցազրույցների կազմակերպումն իրականացվել է բավական կլորի գումարներ աշխատակազմի եւ ՊՕԱԿ-ի բյուջեներից դուրս գրելով։ Հիմա մեծ ռիսկ կա, որ շուստիությունները կարող են բացահայտվել։ Դա է նաեւ պատճառներից մեկը, որ իրենց ձեռքի տակ գտնվող ամբողջ զինանոցն ու ֆեյքերի բանակը նետել են մարդկանց, ինչպես նաեւ վարչապետին համոզելու համար, որ Թաքեր Կարլսոնի նման լրագրողների հետ հարցազրույցը հնարավոր է միայն փողով։